Անելու ենք ամեն ինչ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արդեն երկրորդ անգամ դառնա ընդդիմություն։ Իսկ ով է գլխավորելու գործարար Սամվել Կարապետյանի նախընտրական ցուցակը, որ Փաշինյանին վարչապետի աթոռից վերադարձնի ընդդիմության շարքեր։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոստանում է վարչապետի իրենց թեկնածուի անունը հրապարակել 3 ամիս հետո, երբ կուսակցությունն էլ կլինի։ Վստահեցնում ենք մեր հասարակությանը, որ թեկնածուն կլինի ընդունելի եւ շատերը բոլորը կհավանեն նրա թեկնածությունը։ Վարչապետի թեկնածուի հարցով բանակցությունները կարծես վերջնական չեն, շարունակվում են, իսկ հնարավոր է, որ թեկնածուն հենց ինքն է Նարեկ Կարապետյանը, որ քաղաքական դաշտում ակտիվացավ հորեղբորը կալանավորելուց հետո։ Հունվարին պարզ կլինի։ Ընդդիմադիր ուժերի հետ քննարկում են միավորվել ու դաշինքով մասնակցել ընտրություններին, հարցրին Կարապետյանին։ Կոալիցիաների հետ կապված ընդլայնումներ ինչ որ տեսակետից մենք տեսնում ենք, բայց կոալիցիաների մասին չեմ կարող ասել։ Ավելի շատ կուզենայինք խոսենք հունվարին, անհատների հետ կապված ընդլայնումներ տեսնում ենք։ Ավելի շատ հակված են ընդլայնվել ոչ թե քաղաքական ուժերի, այլ անհատների մակարդակով, իրենց թիմում հավաքել տարբեր ուժերից մաքուր կենսագրությամբ մարդկանց։ Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ, որը ունի մեծ փորձ եւ մաքուր ձեռքեր, կարող է մեզ միանալ եւ շարժվենք առաջ իրար հետ։ Մեր ձևով շարժումը Սամվել Կարապետյանը հիմնադրեց ազգային անվտանգության ծառայության նկուղից։ Ֆորբսի ցանկով միլիարդատերը ազատությունից զրկվեց 5 ամիս առաջ հայ առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Վարչապետը հրապարակային սպառնաց, հոգևորականների բարեգործին ընդմիշտ պասիվացնել ու Տաշիր գրուպի սեփականատերը հայտնվեց ճաղերի հետևում։ Եկեղեցին իրենց ձևով պաշտպանելու հայտարարությունը իրավապահները մեկնաբանում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչ։ Գործարարի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգել է ու հայտնի չէ մինչև ընտրություններ կալանքից կազատեն թե ոչ։ Եթե գաղափարական առաջնորդը նախընտրական փուլում էլ կալանքի տակ մնա, արդյոք սա չի խանգարի, որ հասնեն իրենց պատկերացրած արդյունքին։ Սամվել Կարապետյանի բանտում լինելու հանգամանքը բացասական է ազդելու, իհարկե, մեր գյուղեր, որ այցելում ենք, մարդիկ իրեն են հարցնում, իրեն են ուզում տեսնել, քաղաքում էլ ինձ ով տեսնում է, դա է հարցնում։ Մեր իշխանության հաշվարկն երևի դրանում է, բայց մեր իշխանությունը մի բան հաշվի չի առել, որ արդարացիության գաղափարը մեր հասարակության մեջ բավական բարձր է եւ ամեն ավել օր, ինչ Սամվել Կարապետյանին իրենք պահում են, այսպես ասած KGB-ի պատվալում, իրենք հասարակության աչքին կորցնում են արդարադատության վերջին նշույլը։ Սամվել Կարապետյանը մինչև կալանավորվելը քաղաքական հավակնությունների մասին հրապարակային չի խոսել։ Իշխանականները նրան համարում են Կրեմլից գործուղված, որ Հայաստանը ուզում է տանել միութենական պետություն, Ռուսաստանի ազդեցության տակ։ ՔՊԱ-ականների այս մեղադրանքները հիմնավոր են, իրենց արտաքին քաղաքականությունը որ ուղղությամբ են պատկերացնում։ Մենք բոլորս ազատության սերունդ ենք այստեղ։ Շատ կարևոր է, որ արդեն սովետական միությունը փլուզվել է անվերադարձելիորեն։ Քննարկելի է ուղղակի, որ անկախության սերունդը, նոր երիտասարդությունը հարցի տակ դնի Հայաստանի անկախությունը։ Նախորդ անկախության կորուստը մենք վերականգնեցինք 900 տարի հետո։ Յուրաքանչյուր տերմինին դեմ ենք, եթե դա մեր սուվերենության կորուստի մասին է։ Կողմ ենք միայն տնտեսական ինտեգրացիաներին, շատ կարևոր է հարաբերությունները եւ Ռուսաստանի հետ, բայց կա մի հատ հարց։ Մենք պետք է ունենանք երկրորդ դաշնակցային գիծը, որովհետեւ ամեն ինչ որ ժամանակը մեկ կարող է քո հիմնական դաշնակցի մոտ լինի վիճակ, որը քո անվտանգային խնդիրներ կարող է քո համար ստեղծել։
Մեր ձևովը դեռևս շարժում է, հունվարին կդառնա կուսակցություն։ Երկքաղաքացի Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու, նա գաղափարական առաջնորդն է։ Այսօր հայտարարեցին, թե իրենց միացել է 5000 հոգի։ Իրենց է միացել նաև Հայ ազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն։ Նոբելյան մրցանակակիրը այսօրվա ժողովում էլ տեսակապով ելույթ ունեցավ որպես փորձագետ։ Տարոն Աջեմօղլու խորհուրդներով առաջնորդվելու մասին իշխանության գալու առաջին օրերին խոստանում էր նաև Նիկոլ Փաշինյանը։